մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մեր երկիրը ավետյաց եւ սուրբ է եւ հին, Բաբելոնն է եղել մեր ախոյանը տես, անցել կորել է, անցել չար մշուշի պես, ասորիքն է եղել մեր թշնամին ահա, դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա, չի հասկանա ձեր ոգին ծույլ եւ օտար, տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար, եգիպտական բուրգերը փոշի կդառնան, արևի պես երկիրի կվառվես վարման։
Հանդիսավոր երթի Զորամաս է վաշտություն ուղի, մյուսները աչ, գծ, հեռավորություն 4 գծային, հավասարություն դեպի աչ, կայլո, վաշ, շրջանի վարչակազմը, հրամանատար, գնդապետ Ջալալ Անատոլի Հարությունյանի գլխավորությամբ, հրամանատարի տեղականները, վարչակազմի ծառայություններն ու բաժինները, Զորամասի առաջին հրամանատար Վիտալի Միքայելի Բալայանի ղեկավարությամբ, ճիշտ որոշումներ են կայացրել և դրանով հասել բաժնում հաղթանակների, և այսօր էլ պաշտպանական շրջանի վարչակազմը կատարողական բարձր կարգապահական կատարում է իր առջև դրված խնդիրները։ Պաշտպանության բանակում ճանաչվել է որպես գավառային ծառայություններ։ Շահերապահեք է մտնում առաջին հրապարակային գումարտակը մայոր Կարոն Վահագնի Քոչարյանի գլխավորությամբ։ Արցախյան գոյապարքարի ընթացքում առաջին մոտորազրկային գումարտակը հրամանատարն էր Վիլեն Սաֆարի Սաֆարյանը, որի հրամանատարությամբ գումարտակի զինազդակազմի հաջորդիները միշտ պատմով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Առաջին հրաձգային գումարտակը կազմավորվել էր բնակավայրեր Բաշուշենի, Դարազի, Սարրախպուրի, Կարմիր Հարավի, Սզնեխի, Շոշի, Հերկթալի, Կրասնի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների միավորմամբ։ Գումարտակի տասնյակ զինծառայողներ արժանացել են մարտական խաչ, առաջին և երկրորդ կարգի աստիճանի իշխանների և բազում այլ մեդալների։ Այսօր էլ առաջին հրաձգային գումարտակը պատմով է կատարում իր առջև դրված խնդիրները և աչքի է ընկնում մարտական պատրաստության բարձր ցուցանիշներով և օրինակելի կարգապահությամբ։ Շահերապահեք է մտնում երկրորդ հրաձգային գումարտակը։ Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Սամվել Ռոսբիկի Բալումյանի գլխավորությամբ։ Արցախյան գոյապարքարի ընթացքում երկրորդ հրաձգային գումարտակի առաջին հրամանատարն էր կապիտան Ռոբերտ Բենյամինի Հակոբյանյանը, որի հրամանատարությամբ գումարտակի քաջորդիները միշտ պատմով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Շահերապահեք է մտնում չորրորդ հրաձգային գումարտակը կապիտան Ալիկ Զարզանդի Ղայլյանի գլխավորությամբ։ Արցախյան գոյապարքարի ընթացքում չորրորդ հրաձգային գումարտակի առաջին հրամանատարն է կապիտան Կարեն Բերդի Արզումանյանը։ Գումարտակի զինազդակազմի քաջորդիները միշտ պատմով են կատարել իրենց դրված առաջադրանքը մարտական խնդիրները։ Չորրորդ հրաձգային գումարտակի զինազդակազմը կազմավորվել է բնակավայրեր Բադարարի, Դաշտուլախի, Խամսքի, Խանձիստանի, Հիլիսի, Խարուխի, Սարդարաշեի ինքնապաշտպանական ջոկատներից։ Գումարտակի տասնյակ զինծառայողներ արժանացել են մարտական խաչ, առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների և բազում այլ մեդալների։ Պաշտպանական շրջանի կազմավորման տարիներին 6-րդ հրաձգային գումարտակը չի եղել։ Այսօր էլ 6-րդ հրաձգային գումարտակը պատմով է կատարում իր առջև դրված խնդիրները և առաջընթաց է արձանագրում մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բնակավայրերում։ 6-րդ հրաձգային գումարտակի հրամանատարությունը ջանք ու եռան չի խնայում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար։ 6-րդ հրաձգային գումարտակի հրամանատարներ են եղել Հոսեփ Գաբրելյանը, Արծվիկ Գաբրելյանը, Ավետ Հարությունյանը, Հրայր Հարյանը, Սևատ Աբրահամյանը, Էլի Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Վարուժան Սատերյանը։ Անդրադառնում ենք մարտական հերկապահությունն իրականացնող մեր փառապանած հրաձգային գումարտակներին, համառոտ ներկայացնելով նաև նրա կազմավորման և անցած մարտական ուղու վերաբերյալ տվյալներ։ Երրորդ հրաձգային գումարտակ հրամանատար մայոր Դավիթ Միրզոյան գտնվում են մարտական հերկապահությունում։ Արցախյան գոյապարքարի ընթացքում երրորդ հրաձգային գումարտակի հրամանատարն է Արթուր Յուրայի Հարությունյանը, որի հրամանատարությամբ գումարտակի զինազդակազմի քաջորդիները միշտ պատմով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Երրորդ հրաձգային գումարտակը կազմավորվել էր բնակավայրեր Ղարաբաղի, Ռամուշբախի, Ասկերանի, Նորագյուղի,
կաշապի ռևիկ նապաշպարական ջոկատների գումարտակի զինծառայողները ստացել են մարտական խաչ առաջին և երկրորդ դասության իշխանշաների և այլ բազում մեդալների երրորդ հրաձգային գումարտակի հրամանատարներ են Արա Գաբրելյան, Գարիկ Մերքումյանը, Հրայր Հայրյանը, Գարի Հարությունյանը հինգերորդ հրաձգային գումարտակ հրամանատար փոխգնդապետ Նելսոն Ղայոմյան, Նելսոն Նորիկի Շամբարդարյան գտնվում են մարտական հետապահությունում Արցախյան գոյապարքարի ընթացքում 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարն է Արշավիր Սուրենի Ղայամյանը, որի հրամանատարությամբ զինազնակազմի քաջորդիները միշտ պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները 5-րդ հրաձգային գումարտակը կազմավորվել է բնակավայրեր Ակնասուրի, Ավետարանացի, Սեղնախի, Սարուշենի, Գոմերի, Խաչմաչի, նապաշտպանական ջոկատների Բանկային բաշտ հրամանատար կապիտան Նվեր Սամելի Միզերանի գլխավորությամբ Հասկերանի պաշտպանական շրջանի զորախումբը, որի հրամանատարն է Մխիթար Ամշարյանը, Արցախյան գոյամարտի տարիներին փառքով է կատարել հայրենիքի պաշտպանության խնդիրները։ Մոտորաձգային բաշտի հրամանատար կապիտան Արայիկ Արկադի Բուդաղյանի գլխավորությամբ Շարարապարակ է մտնում հրետամային դիվիզիոն D30 հրամանատար փոխգնդապետ Գարիկ Ռափայելի Արյունյանի գլխավորությամբ Արցախյան գոյամարտի տարիներին հրետամային դիվիզիոնի հրամանատարն էր Էմիլ Ասպանյանը, որի հրամանատարությամբ գործող հրետանավորները պատվով են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ D30 հրետանային դիվիզիոնը 2011 թվականի ուսումնական տարում ճանաչվել է որպես լավագույն հրետանային դիվիզիոն պաշտպանության բանակի կտրվածքով և հասցուն քայլերով կատարում է իր առջև դրված խնդիրները, ստեղծելով բոլոր հնարավորությունները 2012-ին երևս լավագույնը ճանաչվելու։ D30 հրետանային դիվիզիոնը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները և առաջընթաց է արձանագրում մարտական պատասխանում։ Շարարապարակ է մտնում D1 հրետանային դիվիզիոն, հրամանատար փոխգնդապետ Արմեն Ալբերտի Քարյանի գլխավորությամբ։ D1 հրետանային դիվիզիոնը պատվով է կատարում իր առջև դրված մարտական խնդիրները